Մենք վերադարձանք։ Ու Էս ինչ է։ գոքնոց է։ Ինչի համար։ Խոհանոցում աշխատելու։ Դու ես այսօր աշխատելու խոհանոցում։ Բայց ոչ մենակ, սիրելի Ռուբեն, որովհետև մենք եթերում խոստացանք, որ հաջորդ օրը, երբ մենք միասին կլինենք տաղավարում, ես կհայտնվեմ խոհանոցում եւ մի յուրահատուկ, բայց հեշտ ու համեղ բաղադրատոմսով կներկայանամ քեզ ու մեր հեռուստադիտողներին։ Դե արի մեր մյուս գեղեցկուի գործընկերուն նույնպես ողջունենք։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ։ Այո, ինչպես խոստացել ենք, այսօր ես ու Մանեն կպատրաստենք հետաքրքիր մի բաղադրատոմսով նախուտեստ, որը որ Մանե համեցիր ու պատմենք, Չեք պատկերացնի, թե ես ինչքան ուրախ եմ, որ դուք ձեր խոսքի տերն եք։ Շատ շնորհակալություն։ Մենք միշտ փորձում ենք պահել մեր խոսքը եւ այսօր ինչն է հետաքրքիր, որ որոշել ենք Մանեն պատրաստենք հավկիթով նախաճաշ, ինչու՞։ Որովհետև քանի որ 3 զատիկ էր, բոլորի տանը կա ձու եւ խաշված վիճակում ու որպեսզի մատուցման տարբերակը փոխվի, դառնա ավելի հետաքրքիր յուրահատուկ, առաջարկում ենք ձեզ այս բաղադրատոմսը, որը նաև գարնանային գույներով լի է։ Բայց բացի այն բաղադրիչներից, որ մեզ անհրաժեշտ է, այստեղ ես տեսնում եմ չիր ու ընկուզեղեն։ Այո, որը չի հավապատասխանում մեր նախաճաշին։ Ինչ ենք անելու։ Մեր հեռուստադիտողները եթե կհիշեն, երեք մենք Նորաշեն գյուղից մի տեսանյութ էինք պատրաստել եւ երեք հեռարձակվեց, թե ինչպես են նշում ավանդական զատիկը Նորաշենում։ Եվ տիկին Մարգարիտի տանն էինք։ Բնականաբար նա դատարկաձեռը մեզ ստորիներում, որ տիկին Մարգարիտը ուղարկել է համեղություններ Ռուբենին։ Ռուբեն իր այգուց, նուշ, չամիչ, պնդուկ և չրեր և գաթան, որը արդեն համտեսել ես, բայց այստեղ չի այս պահին, այս ամենը մեր ամբողջ անձնակազմի համար տիկին Մարգարիտն է ուղարկել և հատկապես քեզ։ Ես ուզում եմ, թե մեր ամբողջ թիմի անունից, տիկին Մարգարիտա ջան, թե իմ անունից անձամբ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ, շատ շնորհակալ եմ, շատ շնորհված եմ, թե ջերմության, թե նաև ուշադրության համար։ Անպայման կհամտեսենք նաև այսօր ձեր չրեղենը, ձեր նաև ընդեղենը։ Շատ շնորհակալ եմ եւ մեր ջերմ ողջույնները ձեզ։ Մնա այստեղ, թե բերեմ փորձես։ Ես, չէ, թող մնա այդտեղ գեղեցիկ է, հետո որ միասին բոլորս փորձենք։ Դնենք այս կողմ։ Եվ մենք սկսենք։ Հիմա բոլորի տանը հաստատ Երևանից մնացել են հավկիթներ, խաշված վիճակում, ինչ անենք հավկիթները, որպեսզի չհնանան եւ իզուր դեն չնետենք։ Հիմա դրա համար վերցնում ենք հավկիթ։ Առաջին հերթին ես, քանի որ մենք պատրաստում ենք այս ամենը հացի վրա, պետք է մատուցենք հացի վրա, տապակենք մի փոքր, տապակենք հացը, հետո, այո, ու սկսենք նաև պատմել մյուս բաղադրիչների մասին, թե մեզ ինչ է անհրաժեշտ։ Ես կպատրաստեմ այն թանձրուկը, այսպես կոչված, որով պատելու ենք հացը, որը լինելու է կանաչ կարմիր գույների մեջ, իհարկե մեզ արդեն տեսակ սեղանին կա լոլիկ եւ ավոկադո։ Մեզ անհրաժեշտ են այս շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ սննդարար բաղադրիչները, որպեսզի պատրաստենք կանաչ թանձրուկ կարմիր հետքերով։ Այո, իսկ ես կքերեմ պանիրը, որովհետև մատուցման, այո, ձևն է այս անգամ լինելու շատ հետաքրքիր։ Այո, Ինստագրամում տեսանք նման հետաքրքիր լայվ խակ կարելի ասել, որովհետև իսկապես երբ պատրաստում ենք հավկիթը խաշում ենք և չգիտենք հետո չեն ուտում այդ պահին և չգիտենք ինչ անենք, հաջորդ րոպեին այն կարող է դառնալ շատ համեղ, որ հաստատ ոչ ոք չի հրաժարվի։ Մենք պետք է պանրի վրա դնենք հավկիթը, մի փոքր տապակում ենք և մատուցում ավոկադոյի հետ, հրաշալի կլինի ուղղակի։ Ռուբեն, սիրում ես դու արագ պատրաստվող այսպիսի նախաճաշեր, նախուտեստներ։ Ես բոլոր տեսակի արագ պատրաստվող ուտեստներին կողմնակից եմ։ Շատ լավ է։ Անհամբեր եմ ուղղակի ու չեմ սիրում, երբ որ երկար ենք սպասում։ Չնայած դե համեղ ուտելու համար երբեմն պետք է երկար սպասել։ Բաներ կան, որոնք երկար են պատրաստվում։ Այո։ Իսկ ամենաշատը ինչ ես սիրում ուտել։ Գրեթե ամեն ինչ, ուտելու հետ կապված այդպես սկզբունքներ կամ ինչ-որ բզիկներ չունեմ։ Հեշտ է քեզ հետ խոհանոցում փաստորեն։ Շատ։ Կարևորը լինի արագ, համեղ ու գեղեցիկ։ Ու դե գեղեցիկը անպայման, եթե դուք խոհանոցում եք արդեն իսկ։
Ձեզանից սկսված ամեն ինչ գեղեցիկ է։ Ինչ ենք անում հիմա, մանե։ Ավոկադոն ես մի Դնեմ փոքր այստեղ։ ուզում եմ սա լցնել, Ահա, հիմա օգնեմ։ դրսակից մի անգամից։ Որպեսզի ավելի հեշտ լինի ավոկադոն ճզմելը, չնայած շատ լավն էր մեր ավոկադոն, հասել էր բավականին լավ։ Այո, մենք փափուկն էինք ընտրել, ընդհանրապես միշտ փորձեք փափուկ ավոկադո ընտրել, մատով սեղմում եք, եթե սեղմվում է, ուրեմն Մի հնարքել կա իրական ավոկադո ընտրելու, այս փոքրիկ պոչիկն է, եթե հեշտությամբ պես դուրս է գալիս, ուրեմն հասած է ու շատ լավն է եւ ընտրեք հենց այս տեսակի ավոկադոն, որը ավելի կարմրավուն տեսք ունի, Այո։ հաստատ ավելի հասած կլինի, քան այն մեկը, որն ավելի կանաչ է։ Հետո վերցնում ենք լոլիկը, փորձելու ենք էլի մանր կտորներ ստանալ հնարավորինս։ Իսկ ես այդ ընթացքում երկու մասի կբաժանեմ հավկիթները։ Այսպես։ Ման, դու ասացիր թանձրուկն ես պատրաստում։ Այո, շատ նման է գուակամոլեին, բայց մենք հիմա չենք օգտագործի սող, այլ համեր ստանալու համար։ Հացը արդեն պատրաստ է Եվ քիչ մանե։ առաջ պատմում էի Ռուբենին, որ ես շատ սիրում եմ քնել, ինչպես հասկացան հանգստանալու տարբերակներից, իսկ խոհանոցում սիրում եմ մեծ ու սուր դանակներ։ Ես էլ մանե։ Փոքր դանակ աշխարհի ամենաանհարմար բանն է եւ Անուշը մեծը տվել է ինձ փոքրով նա է աշխատում։ Շնորհակալություն։ Որովհետև ես գիտեմ, խոհանոց սիրող մարդը ընդհանրապես գնահատում է այդ ամենը։ Մեծ դանակներ։ Այո, պարտադիր։ Հիմա նայեք ինչ ենք անում։ Այսպես դնում ենք պանիրը եւ հավկիթը շրջում վրան։ Հալվելու է։ Այսքան բան, տեսեք ինչքան հեշտ է։ Խրթխրթան կարմիր կստանանք եւ այդ չորությունը կարծում եմ շատերին դուր կգա։ Ոչ ոք այս հավկիթից չի հրաժարվում։ Իսկ խաշած հավկեթը ինչքանի օր կարելի է պահել։ Դե սառնարանում միանշանակ։ Կարծում եմ 1 օրից Ոչ ավելի։ Ավելի, Գոնե 2, ամենաշատը 2։ Մի օր պատրաստենք մնասառնարանում, հաջորդ օրը ուտենք։ Ինչ կասկածում եմ։ Ուզում ես ավել Որ բանի։ մենք չէ, որ մենք հենց այդպես էլ վարվում ենք։ Դե մենք այդպես չենք 4-5 վարվում։ օրվա իհարկե։ խաշած ձուկ տենց մնացել էր սառնանում, երբեմն դե լավ ինչ պետք է լինի ու փորձում ենք։ Հատկապես զատկին ընթառաջ, քանի որ Իհարկե։ միշտ բոլորի տանը շատ խաշած եւ գունեղ հավկիթներ են հայտնվում, վերջում պետք է մի բան անել։ Ահա։ Հիմա Ես կավելացնեմ նաեւ այստեղ կանաչին։ մինչև դու կանաչին կտրես, ես Դու տեսնեմ։ ավոկադո մանրացրեցիր, հետո լոլիկ։ Այո, հիմա էլ լոլիկ, համեմ։ հիմա կանաչի, իսկ վերջում արդեն Ման, ոնց որ եթե կա համեմ- ավոկադո, Ոնց որ համեմ է, չէ։ այո, Համեմ ավոկադոյի հետ։ նա գիտի կանաչի տեսականին, Իհարկե, Մեր տանը ես եմ գիտես, առևտուրանում։ որովհետեւ իրականում շատ Սովորել շատ եմ։ է չեն տարբերում։ Կիտրոնը քամեմ։ Քամելու ենք, այո։ Կիտրոն թե լայմ, թե երկուսն էլ։ Կարող ենք խառնել Բայց գիտեմ, որ դու սիրում ես լայմ։ լայմը։ Արի Դե լավ, լայմ։ լայմը։ Կավելացնենք։ Իսկ լայմով ինչ եք անելու։ Ավելացնելու ենք թանձրուկին, որովհետև եթե կա ավոկադո, ապա պետք է այնտեղ լինի կիտրոնի հյութ կամ լայմի։ Եվ համն է ավելի հետաքրքիր դառնում եւ շատ արագ չի սևանա ավոկադոն։ Ահա, տեսեք։ Արդեն պատրաստ է։ Ես դնեմ մի կողմում, Շատ Որպեսզի- ախորժելի տեսք ունի։ ինչեւ որ պատրաստ կլինի թանձրուկը։ Քամենք կիտրոնի լայմի հյութը։ Մեկ ամբողջ ինձ թվում է։ Լայմ, այո։ Հետո հարիչով պետք է հարել այդ ամենը։ Ոչ, արդեն պարզապես պատրաստ է։ Փորձել ենք պատարագ օգնությամբ ճզմել։ Կարող եք իհարկե նաև տախտակի վրա դանակով մանր փորձել կտրատել ու այդպես էլ կստանանք նույն Դե դա էֆեկտը։ եթե մի քիչ պինդ լինի այդ դեպքում հավանաբար, բայց եթե փափուկ է իհարկե հաճելի է այսպես եւ հեշտ։
Արագ, մենք չէ որ շտապում ենք միշտ եւ փորձում ենք ավելի արագ բայց մենք չենք շտապում համեղ ուտելու հարցում, որովհետեւ բաղադրիչները ամենակարևորն են, երբ ընտրում ենք լավ որակյալ բաղադրիչներ, ուզենք թե չէ մեր բաղադրատոմսը լավն է ստացվում։ Այո, շատ կարևոր է իրականում ընտրել լավ բաղադրիչ եւ ասեմ ինչպես սուր դանակները խոհանոցում խոհարարի համար շատ կարևոր են, այդպես էլ ճիշտ ընտրված բաղադրիչները մանե։ Մենք շատ ենք ունեցել օրինակ հաճախ գալիս են խոհարարներ, որ ասում են՝ «Այ ես ձուկը օրինակ կլինի, ես բերեմ, որովհետեւ ես պիտի ընտրեմ խանութից» օրինակ շատ են լինում այդպիսի դեպքեր, երբ խոհարարները սիրում են իրենց ձեռքով ընտրեն կամ տեսնեն մի հատ գույնը, ամեն ինչը նոր վերցնեն։ Տեսնում եմ դա պարտադիր պայման է, երբ որ խոհանոցում աշխատող է, հենց խոհանոցում պատրաստողը պետք է իր ձեռքով հավաքի այդ ամեն ինչը։ Բայց քիչ առաջ քանի որ աղջիկները խոսում էին այդ ժամանակից, արագությունից, որ ամեն ինչը սիրում են արագ լինի, որ շատ արագ պատրաստվի, պայտակ մտքերով այսպես սկսեցի սավառնել ու հասկացա հետևյալը։ Կարծում դուք էլ կփաստեք, որ դա այդպես է։ Մեր այս օրերին ժամանակը կարծես թե շատ արագ է ընթանում, բայց մենք ունենք բոլոր տեսակի պայմանները, որպեսզի ամեն ինչ շատ արագ լինի։ Իսկ ինֆորմացիան շատ արագ է տեղ հասնում, ինչ-որ մի բան, որ ուզում ես ինչ-որ մեկին փոխանցել, շատ արագ է տեղի ունենում, բայց միևնույնն է մենք չունենք ժամանակ։ Միևնույնն է մենք նյարդայնանում ենք, երբ որ ժամանակը բոլորին չի բավական։ 2 րոպե ավել է տևում ինչ-որ մի բան։ Միշտ ժամանակը քիչ է, որովհետև անելու շատ բան կա։ Արի կեսը լցենք, խառնենք, հետո ավելացնենք։ Որպեսզի ամեն դեպքում շատ թթուել չստացվի, քանի որ սա միայն մենք չենք փորձելու։ Այո, կարող ենք եթե թթու ստացվի ավոկադո ավելացնենք։ Այո, Պղպեղը պետք է կտրենք։ Կտրենք, ավելացնենք։ Ինձ թվաց դու գույնի համար էի դրել, որովհետև անուշ սիրում է նաև գունեղ սեղան ունենալ աշխատանքային։ Կարող ենք նաև պղպեղ ավելացնել, քանի քանա։ Շատ քիչ։ Թանձրուկին եք ավելացնելու պղպեղը։ Մեկ շերտ կարող ենք։ Շատ բարակ պետք է կտրտես հիմա։ Այո։ Շատ մանր, այո։ Իսկ լոլիկները զարդարանքի համար։ Այո, թողեցի, որ կարմիր պանդի կողքին։ Մենք ավելացրեցինք այստեղ օրեգանո, սև պղպեղ։ Ես չեմ ավելացրել աղը, միշտ մոռանում եմ աղը։ Մի փոքր շատ էր։ Քիչ էր։ Եվ վերջ։ Իրականում շատ պարզ տարբերակ է, բայց միևնույն ժամանակ շատ համեղ ու սովորական մատուցվող խաշած հավկիթից հաստատ ավելի հետաքրքիր, որովհետև եթե պարզապես փորձենք պատրաստել սեղան, հաստատ կլինի այս օրերին կանաչի, կլինի հավկիթ եւ պանիր, պետք է միայն ավելացնել ավոկադոն եւ լոլիկը, եթե չկա սեղանի, ու կունենանք յուրահատուկ նախուտեստ։ Այո։ Որը կարող ենք թե նախաճաշին, նույնիսկ թե ճաշի ժամանակ օգտագործել եւ ուտել ու օգտակար սննդարար նախուտեստ ստացվի։ Հիմա ինչ ենք անում, Աննա? Կարող ենք արդեն մատուցել։ Ես սա վերցնեմ։ Դու կսես հացի վրա։ Ոնց կուզես, Ամեն դեպքում խոհանոցում երկուսով ինչպես է։ Մեր դեպքում շատ հարմար է, որովհետև առաջին ամեն օր չէ որ մենք հանդիպում ենք երկուսով խոհանոցում, դրա համար դեռ հարմար է։ Դա էլ կա իրականում, ճիշտ ես ասում, որովհետև օրինակ ես սիրում եմ ամեն դեպքում խոհանոցում, երբ ես եմ պատրաստում, լինեմ ես։ Ինձ Ուզում թվում ես է ասես բոլորն էլ մայրիկը խանգարում է, հա քեզ։ Չէ, չի խանգարում, մենք դրա համար հիանալի բաժանում ունենք։ կամ մեկն է, կամ մյուսը խոհանոցում։ Մենք նույնիսկ երբ երկուսով ենք, նախ խոհանոցն է հարմար երկուսով աշխատելու համար, հետո բաժանում ենք ով ինչն է պատրաստելու։ Այդ դեպքում մեկ օրինակ ուտես, միասին երկուսով չենք Բայց չի պատրաստում։ ստացվում որ մաման ասենք մի բանը մի քիչ շատ է լցնում կամ մի քիչ քիչ։ Չէ։ Հա։ Մենք նույնպես բզիկավոր չենք, ինչպես սկսեցիր։ Սկզբում ասացիր։ Նույնիսկ եթե քիչ է, այս անգամ էլ այդպես կփորձենք տարբերակը միշտ աշխատում է։ Այսպես առատ Ինչն է հետաքրքիր։
որ պետք է այսպես շրջենք։ Տես կարող ենք այսպես զատիկներ ունենալ։ Այո, հրաշալի է։ Երբեք չեք մտածի, որ սա պանիր է, չէ, առաջին հայացքից։ Իրականում այո։ Սա էլ այսպես թող տարբերվի։ Հրաշալի ստացվեց, կարծում եմ։ Մեր նախուտեստը Այսքանը։ պատրաստ է խրթխրթան պանրով, յուրահատուկ նախուտեստ։ Շնորհակալություն Անուշ, քեզ հետ խոհանոցում ինչպես միշտ շատ հաճելի է։ Ես կարծում եմ սա կդառնա ավանդույթ եւ գոնե ամիսը մեկ անգամ մենք միասին կպատրաստենք։ Հրաշալի էր, շատ շնորհակալություն։ Անուշ Իրականում լինի։ շատ օգտակար բան պատրաստեցիք, նախուտեստ ու ոչ միայն նախուտեստ, Անուշը շատ Այո։ ճիշտ է կարելի ճաշին նույնպես է համտեսել։ Եվ բացի օգտակար եւ համեղ լինելուց, նաեւ այս օրերին նույնպես օգտակար, որպեսզի հավկիթները չմնան ցարդանում եւ չանան։ Շատ շնորհակալություն ձեզ, ես շտապում եմ փորձելու, ձեզ էլ մաղթում եմ բարեախորժակ սիրել, իսկ մենք շարժվենք առաջ, համտեսենք, հետո կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։